Բարի օր, հարգելի ժողովուրդ։ Այսօր որոշել ենք մեր շաբաթը ամփոփել ձեր հետ։ Այս շաբաթվա մեջ տեղի ունեցած իրադարձությունները, որոնք որոշակի հետաքրքրություն են ներկայացնում հանրության տարբեր շրջանակների համար, կարծում եմ ամենաքննարկվողը դա Yandex տաքսի ծառայության հետ եղած միջադեպ էլ չասեմ, եղած են, որի մասին ես հիմա ինքս կբարձրաձայնեմ եւ հստակ պատասխան կտամ բոլորի մտահոգությունների, այդ թվում այն մարդկանց, որոնք փորձում են ինչ-որ բան սադրել կամ իրենց սերն են արտահայտում հարևան ժողովրդի նկատմամբ։ Բոլորը կստանան այսօր պատասխան, ինչպես նաև են կազմակերպությունները, որոնք փորձում են իմ տեղադրած տեսանյութի վրա դրել կեղծ։ Ուրեմն ես 10 տարվա մեջ երբևէ կեղծ չեմ եղել, երբևէ կեղծ լուր չեմ տրամադրել եւ ինչ-որ մնացածի կարծիքը շատ կարեւոր չի, որտեղ բնականաբար մեր հանրության մեջ կան մարդիկ, որոնք գրկաբաց սպասում են որոշ եկվորների եւ ջանք ու եռանդ չեն խնայում այդ եկվորներին դիմավորելու, դրանք բոլորը լատինատար դզեզներն ու կիրիլիցայով խամարներն են։ Մենք դրանք անդրադառնանք, բայց այս շաբաթը նաև շատ նշանակալից էր։ Դուք գիտեք, որ տարվա վերջին մենք ներկայացրեցինք հանրագիր կառավարությանը զորականի աղմկահարույց դեպքով եւ զորականի այդ աղմկահարույց դեպքի հանրագրից հետո, այսինքն հանրագիրը ներկայացնելուց 4 օր հետո քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալը, որը երեխաներից մեկի հայրն էր եւ դպրոցի փոխտնօրենի ամուսինը ազատվեց աշխատանքից եւ համակարգից, որից հետո վերջինս սկսեց սպառնալիքներ հնչեցնել մեր կազմակերպության, մասնավորապես իմ հասցեին եւ ոչ մենակին, ես գիտեմ, որ նաեւ Նանար Պողոսյան եւ այլն տարբեր մարդկանց հասցեների սպառնալիքները հնչեցրել, որի մասին մենք ստացել ենք նամակներ եւ ի ուրախություն ինձ եւ ի ուրախություն պարոն Ռուբեն Գասպարյանի, որ հարցնում էր համարը տուր քեզ տենամ, մենք շուտով կհանդիպենք առերես հարցաքննության ժամանակ, պարոն Գասպարյան, համ ինձ կտեսնես, համ համարս կունենաս, համ ասելիքդ կասես, համ էլ եթե այդքան դուխ կունենաս, սպառնալիքդ կսպառնաս։ Ուրեմն ես հաղորդում եմ ներկայացրել հանցագործության մասին եւ նախաձեռնվել է վարույթ։ Սա Ռուբեն Գասպարյանը։ Հանրագրի մյուս պահանջներն էին Ռուբեն Գասպարյանի տիկնոջը, չեմ հիշում ինչ-ինչանին, դպրոցի փոխտնօրենի պաշտոնից որպեսզի ազատվի, բայց կրթության գիտության նախարարությունը մեկ այլ պատասխան ա տվել, որը բնականաբար մենք դրա հետ համամիտ չենք, եւ մենք դա եւս լինելու ենք հետամուտ եւ խոստանում ենք, որ այդ բոլորը նաեւ Տիկին Մանուշակ Առաքելյանը, որը մանկապարտեզի տնօրեն է, եւս չպետք է զբաղեցնեն այդ պաշտոնները, որովհետև այդ պաշտոնները կապված են ոչ թե ասենք կով կթելու, խոտ հնձելու, պատշարության կամ չգիտեմ վարսահարդարության հետ, այլ կոնկրետ կապված են երեխաների դաստիարակության հետ, իսկ այն ազնվորությունները, որ չեն կարող շատ դաստիարակություն տալ սեփական երեխաներին, իրավունք չունեն դաստիարակել այլ երեխաների։ Սա զորականի մասով հերթով գանք, վերջում Yandex-ին կանդրադառնանք, ֆեյքեր դուք պատրաստվեք, թուղթ, գրիչ, չգիտեմ, ձեր տերերին ասեք ձեզ վճարել, որտեղ ես հետ ժամանակ եմ թողել, որտեղ լավ զինվեք, մենք Yandex-ի մասին կխոսենք։ Երկրորդ դեպքը, որի մասին շատ է ուզում խոսել, դա հիշում եք Քրիստինե Մալխասյան, ուր են դրանք այս երկու սուբյեկտներն են եւ Գոհար Ղազարյան, սրանց վերաբերյալ տեսանյութներ եւ իմ մեր կազմակերպության տեղադրած ընդհանրապես նյութը, որից հետո Քրիստինե Մալխասյանը դե գտնում էր քրեակատարողական հիմնարկում, բայց Գոհար Ղազարյանը ելնելով իր հովանավորների բարձր կապերից եւ իրան թվում էր, որ այս դեպքում էլ աշխատելու,
Եվ ես ասեմ, որ չաշխատեց ու չի աշխատելու եւ շնորհակալություն եմ հայտնում գլխավոր դատախազությանը, որ հետամուտ եղավ եւ վերաքննիչ բողոքը բավարարվեց եւ Գոհար Ղազարյանը եւս կալանքի տակ է։ Գոհար Ղազարյան այդ որ զանգում սպառնում էր Արարատին, այլոց, որ քո վերաբերյալ բողոքները հետ վերցնեն, որ ամենավերջի հայհոյանքները այդ հեռախոսահամարներից հնչում էր, որը ձայնագրվել է բնականաբար, դուք այնքան պրիմիտիվ ուղեղ ունեք, դուք մաքսիմում ձեր մակարդակներում եք տեցի կռուկ ու այդ շրիշակի, այդ հարթության վրա ձեր ֆեյքերով ու բեյքերով առաջ գնալ։ Հիմա հանդիպել եք մեծ չինական պատի եւ ես դες խոսք եմ տալիս, այս անգամ չի լինելու ոնց որ են մյուս անգամները։ Հիմա արդեն քրեական վարույթ է նախաձեռնվել ձեր սպառնալիքներով եւ ձեր հետ էլ են առերեսվելու, այն որ դուք զանգում գրասենյակ վախացնում եք, առերեսվելու են։ Կարող են գալ նաեւ ապօրինակ քրեակատարողական հիմնարկ, ձեզ էլ մի երկու պաչկա ծխախոտ կբերեմ։ Ու նորից կառերեսվեք ինձ հետ։ Այս առումով ես ուզում եմ մի բան ասել, որ շատ հաճախ ասում են, մեկ աղոչումը չի փոխվելու, մեր այս ինչը չի աշխատում, իրավապահ այս բանը տվեցինք, իրանք չարեցինք, այն բանը տվեցինք, իրանք չարեցին։ Ուրեմն ռուսերեն շատ լավ բառ կա, սա էլ հատուկ են Yandex տաքսի սերվիսով Պուտինի նկարով դրած խամար պուբլիկայի համար ռուսերեն ասենք, իդուշի ասիլի դարուկ, այսինքն մարդ, որ իր նշանակետը տեսնում է եւ գնում է առաջ, բնականաբար հասնում է, մենք չենք փոխում ամբողջ հասարակարգը, որովհետև ամեն մեկը հնարավոր չի, չունենք այդ ռեսուրսները, չենք ստեղծում կուսակցություններ, ստեղից ընդեղ չենք գնում են շրջիկ ցիգանսկի տաբրի պես կամ կրկեսի շապիտոյի պես տեղից ընդեղ որտեղ հաց ընդեղ կաց, չենք գնում, բայց անում ենք այն ինչքան որ մենք կարողանում ենք եւ օգուտ ենք բերում հանրությանը։ Այնպես որ քրիստիներներ, գոհարիկներ եւ գոհարիկների համար զանգող հանրություն, որ զանգահարում եք եւ վերջի հայոյանքներն եք տալիս, դուք դրա պատասխանը տալու եք արդեն այսենց մոտ հեռավորության վրա սպառնալիքները ձեզ պահեք, այնքան սպառնացող կա, պետքա փող տակ, որ ձեր հերթը առաջ գցեն։ Սա էլ երկուս։ Երրորդը, որ կուզենամ անդրադառնամ, որ երևս մեր մասնակցությամբ եղել, դա եղել այն շնամարտի բարբարոսական տեսարանները, որ Գյումրիում Սալցորցյաններ, ինչ որ Ցորցորցյաններ, չեմ հիշում դրա ազգանունը, այն կարմիր յուբկայով տիկնոջ ամուսինը, որ որոշեցին, որ այդ կարմիր յուբկան տես նեղվել էին, էլ մարդ չմնաց, որ ինձ զանգի, որ դրել էիք ձեր էջում, այդ էջից է եթերը, այսինքն դուք արեցիք այս ամեն ինչը, հրապարակեցիք ամեն ինչ եւ ցույց տվեցիք բոլորի դեմքերը, ինչի համար ձեզ շատ շնորհակալ եմ։ Սրանով եւս շատ արագ արձագանք եղավ, ինչի համար գլխավոր դատախազությանն եմ շատ շնորհակալ եւ ոստիկանությանը, ներքին գործերի նախարարությանը շատ արագ արձագանք էր, երկու հաղորդում ա եղել այս գործով, Դինգո թիմի տվել է Գոհար Մանուշակյանը եւ ես եմ հաղորդում տվել հանցագործության մասին, մի փոքր տարբերությամբ, քանի որ ես իմ հաղորդման մեջ մանրամասնել եմ, որ սրանց արարքից ցավ է ապրել ամբողջ հանրությունը եւ սա արհամարական վերաբերմունք է հանրության նկատմամբ, ինչը արդեն իսկ նշանակում է խուլիգանություն, որը ավելի մեծ, այսինքն ավելի մեծ պատիժ է սահմանված։ Սրանով էլ է նախաձեռնված, սպասեք մեզ Գյումրիում, Սալցորցյան and Company, եւ հենց այդ օրը հունվարի 26-ին է դա եղել, հունվարի 25-ին, իսկ հունվարի 26-ին է դա եղել, եւ այդ երկու հոգին Գյումրու Ղորղանյան փողոցի 27-ամյա եւ 40-ամյա երկու բնակիչներ շնամարտ են կազմակերպել, լավ կլիներ կնամարտ կազմակերպեիք, տեսնեք ձեր կանայք ոնց են իրար մազ պոկում, նկարեիք ու կդնեիք, Սալցորցյանը կնկարեր, դուք էլ կդնեիք, կտեսներ հանրությունը, թե ով եք։ Ուրեմն ես խոսք եմ տալիս, որ դուք պատժվելու եք եւ հանրությունը գիտի, որ ես իմ խոսքի տերն եմ, նույնը եղավ են կատու տանջող մարզպետի հետ, որը 3 տարի դատապարտվեց, սակայն պայմանական էր, որը հիմա նորից վերադարձրել է, այսինքն վերաքննիչ դատարանը վերադարձրեց
նոր քննության եւ մենք բոլորս պետք է պահանջենք, որ այդ կալանքը լինի իրական, այսինքն մենք հասել ենք այդտեղ, նույնը եղավ Կոտայքի մարզում, այն շանը քաշ տվող սուբյեկտը 900,000 դրամ, որը ասենց ասած չեղած բան էր, որի համար եւս շնորհակալ ենք դատավորին։ Այսինքն այն ինչ որ ես հիմա ասում եմ շնամարտելով, որ լինելու է, ինչ է, Ղորղոնյան փողոցի 27 եւ 40-ամյա բնակիչներ, Սոլցորցյան, պատրաստվեք, թող պատրաստվի նաև Արտուր Մաղդեսյանը, որը Նինոց Մինդայից, Վրաստանից որոշակի գրառումներ արել, որը եւ այստեղ է ներկայացվել նախաքննական մարմնի եւ վերացել են թարգմանվել, նոտարով հաստատվել է Վրաստանի ոստիկանությունում ունենք հաղորդում հանցագործության մասին, որովհետեւ ինձ համար անհասկանալի են այս էակները, որոնք իրենց կոչում են տղամարդ, սակայն իրանք փորձում են սպառնալ եւ վիրավորել կնոջը։ Ուրեմն ցանկացած ոք, ով կտանջամահանի շանը, ով կենթանու կատվի նկատմամբ վատ վերաբերմունքը ցուցաբերի, համապատասխանաբար ստանալու են նույն պատասխանը եւ շատ ավելի կոշտ պատասխան մեզանից հանգարց չկասկածեք, այ որ հեսա կգան Գյումրի, այն ժամանակ նորից դուք կտեսնեք, թե ինչա կատարվում, թե ձեր տների առջև, թե տարբեր այլ տեղեր։ Այդ անտեշուն եք գտել, անտեր կատու եք գտնում, կամ դու ես ով ես, Արտուր Մղդեսյան ես, Երբ որ հիմա Վրաստանի ոստիկանությունը քեզնով կզբաղվի, ձայնը տնտեղից կլսենք։ Սա այսքանը, սա այս հաշվեհարդար չեմ տեսնում, ուղղակի ամեն մարդ պետք է, գիտեք, ես մաքրություն շատ եմ սիրում եւ ամեն մարդ պետք է գտնվի իր տեղում։ Ոնց որ ամեն ինչ պետք է դրվի իր այդ պահարանում, իր հարմար տեղում։ Հիմա անցնենք այս շաբաթվա երևի թե ամենաաղմկահարույց դեպքին, որին արձագանքեց իրազեկ քաղաքացիներ հասարակական կազմակերպությունը, բոլորին հայտնի Դանիել Հովհաննիսյանի կազմակերպությունը, ոստիկանությունը բարեփոխած, բոլորին հայտնի է Դանիել Հովհաննիսյանը, հանրությունը իրան շատ լավ ճանաչում է, եւ այդ կազմակերպության արձագանքը շատ ողջունելի եւ շատ սպասելի էր։ Այ հիմա կանդրադառնանք բոլոր արձագանքներին, լատինատար ու կիրիլիցայով այդ խամարներին, դզեզներին, fake պրոֆիլներով, որոնք փորձում են ինչ-որ մի բան գրեն։ Ես ուրախ եմ այդ fake պրոֆիլների ստեղծման համար, որտեղ ավելի շատ տարածվում է իմ խոսքը, եւ ուրախ եմ, որ գոնե 2 կոպեկ փող են ստանում, որտեղ ամեն դեպքում մեր հայրենակիցներն են, եթե այդ կոպեկին կարոտեն, ես ուրախ եմ, որ գոնե այդ մի փոր հացի փողը ստանում են մի հատ հիմար կոմենտ գրելու համար։ Ես սիրով, իրականում սիրով կարդամ ձեր կոմենտները եւ ողջունում եմ։ Հիմա ինչա տեղի ունեցել։ Ես օրեր առաջ ես չունեմ երբևէ որևէ հավելված, այսինքն հեռախոսահամարով զանգահարել եմ եւ կանչել եմ Yandex-ի ավտոմեքենա Չարենց 4 հասցրել, որտեղ որ գտնվում է մեր գրասենյակը։ Արտուր Մղդեսյան, իդեպ եթե դու ինձ մաներ գալիս, արի Չարենց 4 ու կտեսնենք այդքան կարողանում ես գաս թե չէ։ Կարողանում ես գաս հասնես, ասածդ ստեղ ասես։ Ես մեր գրասենյակի հասցեմ, որևէ մեկից գաղտնի չեմ պահել։ Բոլորին շատ բարձր որակի սուրճով կդիմավորենք։ Գալիս է մեքենան, հա, դրանից հետո զանգահարում եմ Yandex տաքսի ծառայություն, գալիս է, որ պետք է լինի այդ սկզբում տեղադրել է Ford Mach-ի ավտոմեքենա, որից հետո քանի որ զանգահարում եմ, այնտեղ սխմեք 2 եւ այնտեղ ասում է, որ մեքենան սպասում է ձեզ, բայց արդեն այդ Ford Mach-ի չէ, այլ տվյալներ, այլ մեքենա։ Ես բնականաբար մոտենում եմ այդ մեքենային, հարցնում եմ Yandex, գլխով անում այդ վարորդը, նստում եմ եւ երբևէ չեմ նշում իմ հասցեն, թե ուր եմ գնալու, իմ անվտանգությունից ելնելով, հարգելի պարոն Դանիել Հովհաննիսյան, երևի ձեզ այդքան շատ չեն սպառնում ու ձեր հետևից չեն գալիս, որտեղ դուք լուրջ հասարակական գործիչ եք, վերափոխումներով եք զբաղված, ի տարբերություն մեր փոքր կազմակերպության։ Եւ ի զարմանս ինձ այս տաքսիստը շուր է գալիս, ասում է պրոբքի, թվա մինուտը, պրոբքի։ Թվա մինուտին ուր էր ինքը տանում ինձ, ինչ գիտեր թե իմ տունը որտեղ է գտնվում ու այդ նավիգացիայի վրա ցույց է տալի թվա պրոբքի հասցեն։
Ես հարցնում եմ, մի անգամից ասում եմ, որ կանգնի ռուսերեն, հարցնում եմ, հայերեն հասկանում ես, ու ինքը տենց բացարձակապես անտարբեր Ադրբեջան, ասում եմ, դե Ադրբեջան, հələ քաշիկանի տեսնենք, պարոն Ադրբեջան։ Լավ, որից հետո ես նույն պահին զանգարում եմ Yandex Taxi Service եւ իրան էլ հարցնում եմ, ասում Ադրբեջանից գլխով անում։ Հիմա հեսա ես դեր բոլորի հարցերին կպատասխանեմ, շատ ցիվիլ պորտատեղադրումներ էլ կանեմ, գլամուրնի, շատ գլամուր, դուք երկար կհիշեք եք, զանգարում եմ Yandex Taxi ծառայություն, վերցնում են ինչ-որ մեկը եւ ծծծվում ընդեղից, ինչ ամեն ասում եմ, դու գիտեք, որ ես հիմա տաքսի ավտոմեքենայի մեջ եմ, վարորդը ադրբեջանցի է, ծվիկը լսելով, ասում է, եթե դուք բողոքներ ունեք, խնդիրներ ունեք, ուրեմն ես խնդիր չունեմ, խնդիր դուք ունեք, եթե խնդիրներ ունեք, դիմեք մեր մարքեթինգի բաժին։ Պարոն Դանիել Հովհաննիսյան, եթե հիմա այդ բանը կզանգե իրազեկ քաղաքացիների ոնց է կոչվում միավորման փաստերի ստուգման հարթակ, ձեզ կզանգեի, կխնդրեի, որ դուք երևի դուք շատ արագ կհասնեիք եւ հաշվի առնելով ձեր մեծ հարգանքը ոստիկանության եւ իրավապահ համակարգում երևի իրանց հետ կգայիք, փաստերի ստուգման հարթակով տեղում կստուգեիք ու կասեիք ծագումը, այս մարդու ծագումնաբանությունը, որից հետո մոտարապես 10 րոպե ես անդադ փորձում եմ զանգել Yandex հասկանալ, սա ինչ է կատարում, այսինքն եկել է մեկը, որին ես չեմ նշել իմ գնալու հասցեն, թվացը փրոպկին որտեղից հայտնվեց, պարզ չի։ Այսինքն ուր էր տանում, Ադրբեջան էր տանում, Թուրքմենստան էր տանում, Իրան էր տանում, իրանց տուն էր տանում, 20 մինուտի փրոպկին, չգիտեմ։ Դրանից հետո բնականաբար ես որևէ տեղ չեմ թողել, որ այդ մեքենան վարի, եւ տեսնում եմ, որ հայկական համարներով հարցել եմ ով է մեքենայի տերը, բացարձակապես ցինիկ ձևով sense լայք էր ադենում, դե կդնի ինչ ա եղել, որ իրազեկ քաղաքացիների միավորման կողմից բազված անձնավորություն է։ Եվ ես դուրս եմ եկել մեքենայից, բնականաբար իհարկե շատ ջղայնացած եւ դրվել է այդ պոստը։ Պոստի տակ, երբ որ ես ասել եմ ադրբեջանցի է, հիմա ես հերթով խամարներ եւ դզեզներ պատասխանում եմ ձեր բոլոր հարցերին։ Բայց խնդրում եմ սրանից հետո իմ էջում լատինատար եւ կիրիլիցայով չգրեք։ Եթե կարողանում եք հայերեն գրեք, եթե չեք կարողանում հայերեն գրել, թարգմանիչ վարձեք, ձեզ մեկա որպես fake էջեր լիքը գումար են տալիս, թող թարգմանը հայերեն կամ դրեք chat GPT-ում թարգմանեք։ Ուրեմն բոլորի պատասխանները ինչ են գրում։ Գրում են, որ լոսում են Ամերիկայում են լիքը հայ վարորդներ կան ու ինչ, ու քարփինչ։ Ուրեմն Հայաստանը ոչ Մասաչուսեթս նահանգն է վերցրել, սենց առանձնացրել, ոչ հայերի հարձակումով 5000 զոհ ա եղել, հա, լոսում, հոսում, փոսում կամ կողքի համայնքներում։ Այսինքն դուք ինչն եք ինչի հետ համեմատում։ Այսօր ես այդ մեքենայի մեջ պետք է նստեմ ու մոռանամ Ալբերտի, Քարամի Սլոյան, որ նույնիսկ շուտ ա եղել եւ մնացածների մոռանամ ուղղակի։ Գևորգի բոլորին մոռանամ ու ասեմ «Yaxşıyol», հա։ Պարոն Դանիել Հովհաննիսյան, տենց եք պատկերացնում։ Ես տենց չեմ պատկերացնում։ Այսինքն ես պետք է մոռանամ իմ արյունը, իմ ազգի արյունը ու ասեմ «Փրոպկը, yaxşıyol, գարդաշ», հա, նոլդու։ Այդ ասեմ, այս այն տահասներին, որ չեն կարողանում տարբերակեն, այսօրվա իրավիճակը, մեր տղաների զոհը, մեր կորցրած արյունը ինձ ասում լոսում էլ կան, այս առաջին հարց։ Շնորհակալություն եմ հայտնում Լոս Անջելեսից, երևի բլոգեր ասեմ չի նեղանա, չեմ ճանաչում, երբեք չեմ ճանաչել Յուրա Նավոյանին, որ լավ պորտադրում արեց բոլորին, Հայք մեդիային եւ այլ մեդիաների, որոնք կիսվել են, եւ այն գրողներին, որ տակը որոշել են ինքնահաստատվել։ Տակը գրում են, ինքը Իրանի ադրբեջանցի է, պարոն Դանիել Հովհաննիսյանը իրազեկ քաղաքացիների միավորման փաստերի ստուգման հարթակը CIP-ն, FIBM-ը, ջանք ու եռան չի խնայում, որ 50 անգամ նույն բանը տեղադրի, որ ինքը Թուրքմենստանի քաղաքացի է։
Ուրեմն եկեք սենց մի բան հասկանանք։ Մարդը կարող է լինի Ռուսաստանի քաղաքացի, Ամերիկայի քաղաքացի, Անտարկտիդայի քաղաքացի, բայց պինգվինը Անտարկտիդայում մնում է, պինգվին, այսինքն եթե ինքը եղավ Անտարկտիդայի քաղաքացի, ինքը չի կարող դառնա կոկորդիլոս։ Եթե մարդը հայ է եւ բնակվում է Լոս Անջելեսում կամ Նյու Յորքում կամ որևէ տեղ, այսինքն եթե ինքը քաղաքացի է, իր ազգությունը փոխվում է, շատ հետաքրքիր մոտեցում է, էլի։ Կամ Ռուսաստանի Դաշնությունը միլիոնով հայ ունենք։ Հիմա այդ հայերը, եթե ունեն ՌԴ քաղաքացիություն, իրանք էլ հայ չեն, ինչ ազգ են։ Մի հատ կասեք, ուզում եմ իմանամ։ Սա այդ մյուս տահասներին, որ չեն կարողանում տարբերակեն, որ այստեղ խոսքը գնում է ազգության մասին եւ նրա մասին ինչի միջով մենք անցել ենք, հա, դե 16 թվականին ա եղել, 20 թվականին ա եղել, 23 թվականին ա եղել, ինչի արդյունքում մենք հող են կորցրել, հայրենիք են կորցրել, զոհեր են կորցրել։ Եթե ձեր համար չկա տարբերություն, ինձ համար կա տարբերություն, կարող եք խաչ պատրաստել փայտից, ձեր մտքի մեջ ինձ գամել այդ խաչին, ինձ ընդհանրապես ձեր կարծիքը չի հետաքրքրում, ուղղակի քանի որ չեմ ուզում բոլորին առանձին պատասխանեմ, սա դա։ Ինչ նշանակում Իրանի ադրբեջանցի լուրջ։ Լավ գնենք Իրանի ադրբեջանցի, ես էլ եմ ասում ադրբեջանցի։ Ես ասել եմ ինքը Մալդիվի ադրբեջանցի էր, չգիտեմ Բուենոս Այրեսի ադրբեջանցի էր, ասել եմ ադրբեջանցի։ Դուք եք գրում եք, դուք ինքներդ գրում եք Իրանի։ Այն մեկ ասում է Պաղստանից տեն շատ մարդիկ կան եկած ինքը ադրբեջանցի, այն մեկը գրում է ինքը Թուրքմենստանի ադրբեջանցի է, այն մեկն էլ գրում է, որ ինքը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունի, այսօր ինձ զանգարել է մի հատ հայտնի բլոգեր, ասել է, որ մենք ճշտել ենք, այս մարդը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, շատ ուրախ եմ, որ տենց մենք գրկաբաց ընդունում ենք։ Հիմա այստեղ ուրիշ հարց է ծագում, հարգելիներս։ Էլ եմ ասում, սա այն մարդկանց պատասխան, որոնք գտնում են, որ եթե մարդը մի այլ երկրում ապրում քաղաքացիություն ունի, ինքը էլ ազգությամբ չի կարող լինի ադրբեջանցի։ Լավ, նյուժելի այս կարգի պլինտուսից ցածր մտածելակերպ կա։ Ես գրել եմ ադրբեջանցի, հիմա էլ եմ ասում ադրբեջանցի, ուղիղ նայեք աչքերիս, ակնոցներիս հանեմ, ադրբեջանցի։ Ուրեմն մի հատ էլ մի բան եմ ուզում հարցնեմ, որ գնում են կեղծ լուրեր, ստախոս եք։ Ուրեմն այդ ստախոս ասող եթե այդքան կա, կարա զանգի գա Չարենց 4, 121 բնակարան, տեսնենք մեզնից ոլատ, ինչն եմ ստախոս։ Ասում եմ ադրբեջանցիա, դու գրում եք Իրանի ադրբեջանցիա, Թուրքմենստանիա, Հայաստանիա, ինչն եմ ստախոս։ Քան իմ սուտ խոսալու նպատակ, ուրեմն ես ինչի հատուկ այս շաբաթը ներկայացրեցի, սեն շաբաթները շատ են, 54 հատ են։ Ինչի ես մի շաբաթը ներկայացրեցի, որ դուք պատկերացնեք ինչքան զբաղված եմ, ես PR-ի կարիք չունեմ, որտեղ ես այդ PR-ով փող չեմ աշխատում։ Ձեր լայքով, դիզլայքով ոչ փողս ավելանում, ոչ փողս է պակասում։ Ձեր լայքով ու դիզլայքով ոչ իմ համբավն է ինձ հետաքրքիր, որտեղ ես որևէ կուսակցության մեջ չեմ վերջում փաթեթավորվելու, ծախվելու, ոնց որ շատերն են անում, հա, սենց սիրուն ու պակովկա են եղել, տեր են մանգալը, ասում են կուպի մինյա, չէ, էդ էլ իշի, ինչ սա ավելանալու, ինչս, ձեր հիմար գրառումներ կարդալը, այսինքն մարդ որ մի բան անում, ինքը նպատակ է ունենում, կամ պետք է գնա ինչ-որ շարժման միանաբան, ոչ մի տեղ ոչ գնում, սիրուն նստածել տեղը, սիրուն շոյերով, սիրուն դեմքով, նստածել տեղը, ես բան չունեմ դա գրելու։ Ինձ այնքան մարդ է ճանաչում, որ կուզենամ, որ մեծ մասը չճանաչեն, ես իմ գործն եմ անում։ Իմ գործն եմ անում եւ անում եմ շան համար եմ անում, շունը այդ պոստը չի կարդալու, ինձ ավելի վստահ է կամ քիչ կատուն չի կարդալու, այն խարդախներից տուժածները արդեն իսկ գիտեն։ Ուզում եմ ասել, ձեր գրածը բացարձակապես անիմաստություն է։ Մեկը գրում է Թուրքմենստանում 30,000 հայ ունենք, ինքը Թուրքմենստանի քաղաքացի է, դուք դրանով չգիտեմ ինչ եղավ, 30,000 հայ ունեք, նա տել է 30,000 հայ տեսեք քանի հայ եկավ Արցախը պաշտպանելով։ Այստեղ դնենք վերջակետ ու անցնենք առաջ։ Ամենահետաքրքիրը, որ ուրեմն մի կողմից իրազեկ քաղաքացիների հասարակությունն է, մյուս կողմից ռուսապաշտ Պուտինի նկարով
Պուտինի նկարով մի անասուն, Պուտինի, դուք պատկերացնում եք մարդ ինքը ինչքան պետքա իր նկատմամբ հարգանք չունենա, ինչքան ինքը պետքա վախկոտ լինի, ինչքան պետքա սրան նրա դեմքի հետևը թաքնվի, որ ինքը չկարողանա իր ասած ասի, ես իմ էջով հասցես ասում եմ, հեռախոսի համարը կա, ես ասում եմ ինչ որ մտածում եմ, Պուտինի էջով դնում է, նայեք, Պուտինը ռուս, Դանիել Յովհաննիսյանից կազմակերպությունը ռուսատյաց, ոնց որ ռուսատյաց Եվրոպա մեջ, Ամերիկա մեջ, չգիտեմ, բայց իրանք երկուսով նույն նկարն են դնում, այստեղ ընկնում են մտքերի մեջ, կարող է մեկն մեկը վսյոտկի դզեզով կամ խամարով բացատրի։ Այս շունս գրասենյակում է, եթե ձայնը լսեք, իմ բուլդոգն է, ինքն է խռացնում, ես իրան չեմ կարող արթնացնել, հետո վաղը չասեք, ասենք այդ նույն դզեզու խամար գրողը կասի մենք գիտենք այնտեղ մարդ կար պարկած քնած բան, sense մի հիմար բան։ Նայեք։ Սա այդ Պուտինի դեմքով նույն Դանիել Յովհաննիսյանի ֆիպի տեքստը տարածող ազնվորությանը պարոն Դանիել Յովհաննիսյան ամենայն հարգանքով նա դեռ ճշտեք էլի Պուտինը ձեր հետ կապ ունի թե չունի, վերջը հասկանանք նա ինչա կատարվում մեր երկրում։ Ինչ վերաբերվում է հիմար հարցին, որ ոնց իմացա։ Ես այդ հարցին պատասխանել եմ, ուրեմն պահանջեցի ծննդյան վկայականը, հետո իր պապայի ու մամայի ամուսնության վկայականը, հետո խնդրեցի, որ հիմնը երգի իր երկրի, ու տենց իմացա։ Դուք ես հարցը տալուց իրականում ինչ որ ուղեղի հետ խնդիր կա, թե չկա։ Հիմա պատկերացեք, որ մեքենայի նստում, մեքենայի վարորդը Շիրակի մարզից է։ Հստակ իր բառապաշարից հասկանում եք, որ իսկ մարդը լեննագանցի է, սիրեմ գը, քեզի սիրեմ գնա, հասկանում եք։ Նստում է ինչ որ մեկը, որը կորտոլ է ասում, հասկանում եք, որ Գեղարքունիքի մարզից է, չէ՞։ Հասկանում ենք է։ Նստում է մեկը, որը Արցախից է, Արցախի բառը ակցենտով է խոսում, հասկանում եք։ Հիմա դուք ում եք ապուշի տեղ դրել։ Եկեք չմոռանանք մի փաստ, որ ես տարիքով շատ մեծ եմ, 90-ն անց եմ, այսօր ինձ գրել էին 70 անց, ասեմ, որ ես 95 եմ արդեն եւ շատ լավ պահպանվել եմ։ Քանի որ ես այդքան մեծ եմ եւ սովորել եմ Մոսկվայի համալսարանում եւ այնտեղ բոլոր ազգություններն են սովորել եւ ապրել եմ հայրակացանում, որտեղ բոլորն են եղել եւ Ադրբեջանից եւ ստեղից այնտեղից, բոլորը եւ ակցենտին, ի տարբերություն ֆեյքատիններ, շրիշակիկներ, շատ լավ ծանոթ եմ, հասկացաք, փրոպկա թվացը 2 մինուտի։ Ու այն որ մարդը ասում ես Ադրբեջանից գլխով անում, հիմա ինչ էիք դուք ինձնից սպասում, որ ասում եք ոնց իմացաք, այսինքն դուք սպասում եք, որ այդ մարդուն տիտանեմ սպերմագրամայի, որ ես իմանամ իր սերման փաստը, որ անկողնում է ինքը սերվել, Զեյնաբի երաժշտության տակ, ձեր պաբեդի, թե Կաբալեի երգելուց, ինչն եք սպասում, այսինքն ես այդ մասն էլ ասեմ, պապան, մաման, որն է ծանոթացան, հա, ոնց եղավ, որ գիշերն եղավ, որ ծննդատանը ծնվեցիր, հա, էդ եք ուզում, այսինքն դուք հասկանում եք ձեր տված հարցը, եւ մեկ էլ մի հատ հիմար գրառում, որ գրում են Yandex-ից մի օգտվել GG-ից, դուք տխմար եք, դուք չեք հասկանում, որ ստեղ հարց ուրիշ բանի է վերաբերվում, ուզում անունը Yandex-ը լինի, ուզում է GG լինի, դες Yandex-ի ծագումը մենք բոլորս գիտենք, թե ինչ կազմակերպություն է եւ դրա մասին շատ է խոսվում, այսինքն արդյոք մենք այս կարգի իջելը, հա, մեր ազգային արժանապատվությունը եւս, որ ջանք ու եռանք չեք խնայում եւ դրա մասին ենք խոսում։ Այստեղ մի բան էլ եմ ուզում ասեմ, որ ես տարիքով մեծ եմ, ես կարող եմ ինքս ինձ հնարավորինս չափ պաշտպանել։ Դուք պատկերացնում եք, որ եթե համատարած այս դեպքը շարունակվի եւ ձեր երեխաները նստեն տաքսի ու տուն չհասնեն։ Ու զանգեք դուք ասեք երեխան տուն չեկե, Yandex-ը ասի զանգեք մարքեթինգի բաժին, շատ հետաքրքիր կլինի, ուրեմն այն բոլոր մարդկանց, որոնք ցնծում են այս գրածով, ողջունում եմ եւ կամենում։ Եվ միևնույն ժամանակ էլ այնտեղ սիրենք իրար, երբ հալինելու, որ մենք սիրենք իրար, ում սիրենք ձեզ, հա։ Մեր մահացած տղաների արյունը մոռանանք ու զձեզ սիրենք, չէ, ես չեմ սիրում, զձեզ։ Կարակ մաքրվեք իմ էջից կամ կարակ առավոտից իրիկուն ինչ ուզում եք գրեք։ Եվ այստեղ մի հատ էլ հետաքրքիր
Խնդիր պարոն Դանիել Լեոնիսյան, սա կոնկրետ ձեզ է վերաբերում, ուրեմն փաստերի ստուգման հարթակը առավոտից իրիկուն այդ FIPAM-ը տեղադրում է, որ եւ գրում է, որ անկախ լրատվամիջոցը իհարկե ինքը հիմնադրվել է 2016 թվականին իրազեկ քաղաքացիների միավորման կողմից, որի համակարգողն է Դանիել Լեոնիսյանը։ Հիմա գրում է, որ այդ մարդը ադրբեջանցի չի, դաշը թուրք չի։ Ինքը թուրք Մենստանի քաղաքացի է, իր անուն ազգանունն է, մի վարքյան Աքմուրադով Բայրամ Գելդի, բնիկ հայկական ազգանուն, Աքմուրադով Բայրամ Գելդի։ Ինչ չեք հավատում, եկեք ChatGPT-ին հավատանք, էլի։ ChatGPT-ին հավատանք, դուք էլ գրեք, что это за фамилия, կամ անգլերեն դե դուք զարգացած եք ինպես բան չի, չնայած դուք Պուտինամոլ եք, Պուտինի նկարի տակ մեռակ ցնցալով։ Աքմուրադով։ Էս նայ, ես կարդում եմ ChatGPT-ն։ Тюркское слово означает белый чистый. Мурадов распространенное имя у азербайджанцев. Байрам Гелди. Байрам – праздник очень типичный для Азербайджана и Турции. Իրանցի քաղաքացիների միավորում կա, ChatGPT-ի դատի տակ все-таки. Гелди пришел. Байрам Гелди, буквально. Праздник пришел. Այսինքն այդ օրը Yandex-ից праздник ավարտած եղել, ես չեմ խաբար չեմ եղել, որ ցնցան գոռան да здравствует 1 мая. Байрам Гелդին ա եղել. Вармянской, русской, иранской традиции Иранից եկած такие конструкции не используются. Байрам Гелди – классическая тюркская дробь, азербайджанская фамильная форма, широко распространяется у азербайджанцев. Կերակ, դե հիմա հավաքվեք, ձեր փաստաթղթերը հավաքեք, ու, տու, եթե մեկն ու մեկը, այո, ես չեմ ուզում, ես չեմ պատրաստում, մեծ տարբերություն կա Հայաստանում ադրբեջանցի վարորդ, թե Ռուսաստանում ադրբեջանցի վարորդ, թե Ամերիկայում հայ վարորդ, թե Ավստրալիայում, դուք իրականում չեք հասկանում, հա, դուք իրականում ուղղակի տոլման փաթաթ է դրել եք կրակին, սենց թևերները քսել եք ձեր փեշերին նստել բան եք գրում, Դանիել Լեոնիսյան, շատ ուրախ եմ, որ դուք գտել եք ու դուք ինձ ասում եք կեղծ լուրջ, հա, բայց դուք պատիրար եք բանավիճ ենք տենակ մեզնից կեղծ լուրը ով է, ինչն է կեղծ, ChatGPT-ն էլ է կեղծ, ադրբեջաներն էլ, Բայրամ Գելդին էլ է կեղծ, որ Բայրամն եկավ, հա, Աքմուրադով Բայրամ Գելդի, զուտ մշո անուն ազգանուն էր, կամ այդ որ դուք գրում եք, մենք գտել ենք սեփականատիրոջ ես էլ կարամ գտնեմ, ինք ասել է, որ մեքենա տվել է արենդա, մի հատ բա ճշտեք էլի, այդ արենդան որտեղ է գրանցված, հարկերը մուծում են թե չէ, Բայրամ Գելդին, Էս ինչ սերը ադրբեջանցիների նկատմամբ, լավ, բա դուք չեք ամաչում, դուք գիշերը որ քնում եք, այդ 5000 տղան, ձեր աչքի առաջ գալիս են, հա, հետաքրքիր է էլի, ու ինչ որ մեկը համարձակվում է գրի, որ ես կեղծ տեղեկություն եմ տարածում, կեղծը տարածում է այն մարդը, որ ամեն կերպ փորձում են Բայրամ Գելդուն սարքել եսիմ ինչ, ավստրալիական ծագում ունեցող բան, անշար նապաստակ, Բայրամ Գելդի, Բայրամ Գելդին, որ վաղ է երեխուն տուն չբերեց, Բայրամ Գելդին, Բայրամ Գալդյանի Թուրքմենիա, որտեղից եք գտնելու, ուր է Yandex-ի պատասխանը առ այսօր, իրազեկ քաղաքացիներ, մի հատ ինձ իրազեկեք տենամ, էլի քանի ադրբեջանցի կա ստեղ աշխատող, իրականում սա ամոթ չի ու մարդիկ գրում են, դուք ստում եք, լսեք, ստել են ձեզ ձեր ծնողները, որ դուք հայկական ծագում ունեք, ստեսություն ձեզ։